Թալինի գյուղերից է լուսակնը փոքրաթիվ բնակչությամբ տարեգրությունն էլ կես դարը չբոլորած 1983-ին է հիմնադրվել 3-րդ սովխոզ կոչվել լուսակն վերանվանվել 93-ից 42 տնտեսություն ունի գյուղը զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, 3-րդ տարին է արտագնա աշխատանքի մեկնող չունեն ու որ կարևորն է գյուղում փակ դատարկ տներ էլ չունեն։ Լուսանկարում մեր դպրոցի առաջին տնօրենն է, Մելոյան Ռոբերտն է։ Լուսակնի միջնակարգ դպրոցի տնօրենը ֆոտոալբոմ է կազմել հեռավոր 1995 գյուղում դպրոց բացելու պատմության վավերագրությունը խնամքով պահել։ 89 թվականին է, երբ երեխաներին հերթական անգամ հարևան Արտեմի գյուղ դպրոց են տարել ծնողները եւ ձմռան ճանապարհ է եղել։ Երեխաները մնացել են ճանապարհին եւ այստեղից էլ որոշվել է, որ գյուղը պիտի անպայման դպրոց ունենա։ Գյուղացիներով համախմբվեր ստորագրահավաք են կազմակերպել եւ բնակելի տներից մեկը, որը 2 տարի որպես մանկապարտեզ էր գործել, վերակահավորել են դպրոց դարձրել։ Այս հին փոքրիկ երկհարկանի շենքն է շուրջ 35 տարի որպես կրթօջախ ծառայել, ցուրտ ամիսներին էլ հավաքվել են միտեղ, անթափանց կտորները դարձրել միջնապատեր, սուղ նեղ պայմաններում մեծ ջանքով երեխաների կրթությունը կազմակերպել։ Սա մեր ունիվերսալ կարելի ասել սենյակն է։ Այստեղ տեսնում ենք դեռ պահպանվել է հենասյունը, վարագույներով առանձնացրել էինք, միջնապատեր, 2 դասասենյակ էր այս հատվածում գործում։ Սա ծառայում էր որպես ուսուցչանոց, այս հատվածում իրականացնում ենք մեր միջոցառումները։ Որ մի օր այս պայմաններից վերջապես կազատվեն բարեկարգ միջավայրում գործը կշարունակեն, թվում էր անիրատեսական, անիրական, սակայն 2020-ին դպրոցաշինության պետական ծրագրով լուսակնի նոր դպրոցի հիմքը գծվեց ու այս հոկտեմբերից արդեն միջնակարգ կրթօջախը գյուղի 36 ծաներին ու կոլեկտիվին դպրոցական եւ աշխատանքային նոր պատմություն սկսելու հնարավորություն տվեց։ Տիկին Գայանեն եւ Տիկին Աննան հին դպրոցում ամենաերկարն են աշխատել, մութ ու ցուրտ տարիների վատ հիշողությունները հիմա մի կողմ թողել, ջերմանում են ներկայով։ Իրենց երեխաները վատ պայմաններում սովորեցին, թորնիկները բարեբախտաբար նույն ընթացքով չեն գնա։ Այդ Երանին դարձավ իրականություն եւ մենք շատ ուրախ ենք դրա համար, որ չենք տեսել, բայց նրանք կտեսնեն, արժանի են նրանք։ Մոտ 700 միլիոն դրամ է կառավարությունը ներդրել, որ աշակերտական ուսուցչական փոքրիկ կոլեկտիվի մեծ երազանքն իրականանա։ Նորակառույց տիպային դպրոցը կառուցված ժամանակակից ստանդարտներով ունի ինչն անհրաժեշտ է, որ կրթական պրոցեսն ավելի գրավիչ, հետաքրքիր, արդյունավետ դառնա։ Լաբորատորիաները հագեցած են նոր գույքով, համակարգիչներով աշխատանքը հասանելի է բոլորին, աշակերտները նոր մղումով են սովորում, իրենց նոր դպրոցին նոր հաղթանակներ բերում։ Չորրորդցի Ալեքսը վերջերս է Թբիլիսի օլիմպիադայի մեկնել, մենթալ թվաբանության մրցապայքարում հաղթող եռյակում ընդգրկվել, մի չորրորդ, մի Ալեքս դասարանում մենակ է, բայց չի ընկճվում, միայն երբեմն այն էլ մի դասաժամի։ Ես չեմ նախում, որ ինձ ամեն օր դասն հարցնում մենակ, ֆիզկուլտուրայից եմ նախում, որ խաղանքեր չունեմ։ Նույնիսկ հին Խարխուլ դպրոց կոչվող շենքում են լուսակնի երեխաները առաջադիմությամբ աչքի ընկել հեռանկարում փորձելու են ավելիին ձգտել։ Երեխաների հետ գրեթե դասաժամերն անցում են անհատական պարապմունքների նման եւ մեր աշակերտներից նախանցյալ տարվա շրջանավարտները 4-ն էին, 4-ն էլ ընդունվել են 2-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 2-ն էլ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Իրենք ընդունվել են բացառապես դպրոցից ստացած գիտելիքների հիման վրա եւ որևէ մեկը կրկնուսուցի չի դիմել։ Սպորտ դահլիճ, ֆուտբոլի խաղահրապարակ, ակտիվ սպորտով զբաղվելու այլ հնարավորություններ դպրոցն ունի, նույնիսկ փոքրիկ ջերմատուն ունեն տարածքում, որտեղ երեխաները իրենց ձեռքով սերմ ու սածիլից բույս բանջարեղեն են աճեցնում, դպրոցում փոքրիկ գյուղատնտեսներին բնության բարեկամներ են ասում։ Ջրում են, խնամում են, խմբակը պարտադրանքով չի այսպես ասած, բայց բոլորը սիրով մնում են եւ հաճիկով մասնակցում են, իրենց հետաքրքիր է։ Նոր դպրոցը նախատեսված 100 աշակերտի համար գյուղի զարգացման նոր հեռանկար է բացում, ընթացիկ լուծվել եւ լուծվում են նաեւ այլ խնդիրներ, որ տարիներով դժվարության մեջ ապրող բնակիչների կյանքի, կենցաղի, հոգսը պակասի։ 2020 թվականին հիմնանորոգվել է 2250 գծամետր խմելաջրի խողովակներ, խմելաջուրը այս պայմանությամբ միջին հաշվարկով օրը 20 ժամ եւ ավել ապահովված է բնակիչներին։ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով լուսակը բնակավայրում նախատեսվում է գազաֆիկացում։ Գյուղում մեծից փոքր բոլորի ցանկությունն է, որ լուսակն ընդլայնվի, զարգանա, նոր տներ կառուցվեն, նոր տնտեսություններ հիմնվեն։